Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գործընկերներ, չնայած որ իմ նշած բոլոր փոփոխությունները եւ նաեւ այն փոփոխությունները, որոնք որ ես հաշվի առնելով բյուջեի կատարողականի ձևաչափը չեմ վկայակոչում այս պահին, որովհետեւ բազմիցս հասցրել ենք միասին քննարկել, պիտի նշեմ, որ հերանեկարային են, այսինքն կարճաժամկետում այն արդյունքը տվող չեն, ինչ որ մենք ակնկալում ենք, բայց պիտի փաստեմ, որ սրա կողքին կարճաժամկետում մենք ունենք մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք փաստահեն են եւ մեզ կարող են նաեւ ցույց տալ եւ վերահաստատել, որ այն ուղղությունը, որ որդեգրել է կառավարությունը ներքին գործերի բնագավառի բարեփոխումների տեսանկյունից ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում։ Մենք ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաև հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենսների եւ մնացյալի մասով, բայց նշել եմ եւ նորից եմ շեշտադրում, կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1.1%-ով։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեմային հատկապես կուզենայի անդրադառնալ, որովհետև իրավացիորեն եւ օբյեկտիվորեն մենք անընդհատ քննարկում ենք այս հարցը եւ շարունակելու ենք, կարծում եմ, համատեղ քննարկել, որովհետև դեռ անելիքներ կան այս ոլորտում, բայց համեմատականի համար նշեմ, որ 2024 թվականին առգրավել է շուրջ 426 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կիլոգրամով շուրջ։ Բայց նաեւ շեշտեմ, որ պահպանելով գիծը 2025-ը եւս հետեւողականորեն շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները թվականի կտրվածքով եւ ամբողջ իրավապահ համակարգի կողմից ըստ էության այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոցի առգրավում որպես այդպիսին։ Բնականաբար խոսելով վիճակագրական տվյալների մասին պիտի անդրադառնանք նաև զենքզինամթերքի առգրավման աշխատանքներին եւ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին։ 2024 թվականի կտրվածքով առգրավել է կամ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, որը 10.7%-ով ավելին է նախորդ տարվա առգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն այս խմբաքանակով ապօրինի պահվող զենքզինամթերք դուրս է բերվել ըստ էության շրջանառությունից։ Տրանսպորտային պատահարները մեր այն ուղղություններից են, որոնք որ կարիք ունեն ել ավելի մեծ ուշադրության, ել ավելի մեծ ջանքի եւ բարեկային ծառայությունը այս տեսանկյունից հատուկ կենտրոնացում է ունեցել թեմայի ուղղությամբ եւ ըստ այդմ 24 թվականին 23 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերինը 45-ով, վիրավորներինը 421-ով եւ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված Հայաստանի Հանրապետության տարածքում։